Եվրամիությունը իսկապես այն կառույցը չի, որի հետ լրջորեն կապես քո անվտանգության համակարգի հեռանկարն է։ Սա ֆիքսենք որպես սկզբունք, անցնենք առաջ։ Առաջ անցնելուց նկատենք, որ ինչ-որ այսօր ազգային ժողովում տեղի ունեցել հերթական արկածախնդրությունն է, որ ընդհանրապես կապ չունի ռեալ պոլիտիկի հետ, նույնիսկ Պարույր Հովհաննիսյան կարծեմ, ԱԳ նախարարի տեղակալ, նույնիսկ նրա հարցազրույցում մի մասը ես էի ընթերցել, մի մասից էլ դուք ցիտեցիք, եւ իմ ընթերցածում եւ ձեր մեջ բերած հատվածում միևնույնն է, նա ամեն ինչի մասին խոսում է, բացի նրանից, որ ԵՄ-ն պատրաստ է մեր հետ սկսել անդամակցության վերաբերյալ դիալոգ։ Այդ անվտանգության, քաղաքականության հարցերով դիալոգ կներեք Եվրամիության հետ մշտապես է եղել։ Բայց դրա արդյունքում է ՍԵՊԱ-ն ստորագրվել 2017 թվականին, միջև հեղափոխությունը։ Կաղայի ժամանակ բանը քաղաքական դիալոգ չէր։ ՍԵՊԱ-ն բազմաշերտ փաստաթուղթ է, որում անդրադարձ կար նույնիսկ Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Բայց դրանից ուժեղ անվտանգության երաշխիքներ, այսինքն իրենք ընդհանրապես հիմա չի ուզեցել այդ դիվանագետը լրիվ փակագծերը բացել։ Ոչ մի անդամակցության բանակցություններ չկան Հայաստանի Եվրամիության միջև։ Բանակցում են ՍԵՊԱ-ին փոխարինող որևէ փաստաթուղթ ստորագրելու հարցը։ Էդ էլ չի բխում Հայաստանի շահերից, բացատրեմ ինչի։ ՍԵՊԱ-ում, ինչպես ասեցի, առանձին անդրադարձ կար Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Հիմա Լեռնային Ղարաբաղի խնդրում պատասխանատվությունից Եվրամիությունը ցանկանում է ձերբազատվել։ Այդ դրա համար է նրան պետք ՍԵՊԱ-ի կարգին ինչ-որ փաստաթուղթ ստորագրել Հայաստանի հետ, որը անդամակցության ճանապարհին ոչինչ չի տալու Հայաստանի, որտեղ այդ փաստաթուղթը դրա մասին չի։ Իհարկե Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները դա կներկայացնեն հերթական աննախադեպ ձեռքբերում վերնագրերով, ինչը ծիծաղելի է, բայց Եվրամիության հնարավորություն կտա ձեռքերը ընդհանրապես լվանալ Լեռնային Ղարաբաղի խնդրից, դրա տարատեսակ հետևանքներից։